Փաշինյանին ու ՔՊԱ-ականներին այդքան հունից չի հանում որևէ այլ թեմա, բացի 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու թեման։ Կաշվից դուրս են գալիս հերքելու դա, բայց փաստերը խոսում են բոլորովին այլ բանի մասին։ Լսենք այս երևույթին, ապա կշարունակենք։ Մենք պետք է ինչքան էլ որ տարօրինակ թվա, ինչքան էլ որ մեր այսպես կոչված ազգային գաղափարների մեջ չտեղավորվի, մենք պետք է կազմակերպենք իմիգրացիա, ներգաղթ։ Այս հարցը կարելի լուծել նաև եւ առանց ներգաղթի հնարավոր չի լուծել։ Կազմակերպված ներգաղթ ամես պետք կազմակերպել։ 10,000 մարդ, 10,000-ավոր մարդկանց։ Չի նելու առանց արգելի գործ կենալ։ Մենք պետք է նաև մեր մտքում այդ բանը փոխենք։ Մեխանիզմը, որ այնց մոնոէթնիկ, այլ ազգիներին շատ որպես տուրիստ սիրող, բայց երբ որ գալիս են մշտականներ այդ ապրում են, այդքան էլ չսիրող ազգ ենք։ Մենք պետք է փոխվենք այդ առումը, որտեղ ուրիշ տարբերակ չկա գոյատևելու։ Միանգամից մի քանի հարց Արսեն Թորոսյանին։ Նախ որտեղից այդ համոզումը, որ չակերտներով հայերը ինչ որ վերաբերմունք ունեն օտարազգիների նկատմամբ։ Հայաստանում կան տարբեր ազգային փոքրամասնություններ, որոնք դարերով ապրում են մեզ հետ կողք կողքի, եւ հայերը որևէ էթնիկ անհանդուրժողականություն չունեն նրանց նկատմամբ։ Մեր օրենքներով նույնիսկ նրանք հատուկ պատգամավորական մանդատներ ունեն մեր ազգային ժողովում։ Եզդիները, ասորիները, այն ազգային փոքրամասնությունները, որոնք պաշտոնապես ճանաչված են։ Նույնիսկ այն հակառուսական տրամադրությունների ներքո, որ կան այսօր Հայաստանում, ռուսները տասնյակ հազարներով տեղափոխվել եւ ապրում են Հայաստանում։ Այսինքն մենք որևէ խնդիր չունենք օտարազգիների նկատմամբ եւ ես խորհուրդ կտամ քեզ Արսեն Թորոսյան հայ ազգի մասին նման կամարանքով չխոսել։ Օրինակ, հայ ազգը այնքան հանդուրժող է, այնքան տոլերանտ է, որ քո նման երևույթը, որի ազգային պատկանելիությունը քո տեսքին նայելուց պարզ չէ։ Պարզ չէ նույնիսկ թե դու ինչ տեսակի մարդու ես պատկանում ընդհանրապես, ինչ կենսաբանական տեսակի ես նույնիսկ պատկանում, դեռևս պարզ չէ։ Բայց այդքան տոլերանտ է հանդուրժող, որ դու ազգային ժողովի պատգամավոր ես եւ նախարար։ Այդքան հանդուրժող է հայ ժողովուրդը։ Դա հարցի մյուս կողմն է, երկրորդը։ Ինչպես նշեցի, մենք որևէ խնդիր չունենք օտարազգիների նկատմամբ։ Բայց այդ ինչ տասնյակ հազարավոր մարդկանց ներգաղթի մասին է խոսքը։ Գիտեք, Օվերտոնի պատուհանի երևույթը դուք գիտեք, սիրելի բարեկամներ, երբ ձեզ մանիպուլյացիաներով իշխանությունները նախապես հերքում են ինչ-որ մի բան, որը ձեր կողմից դժվար ընկալելի է, ընդունելի է։ Օրինակ Արցախի հանձնումը, օրինակ անկլավների հանձնումը։ Սկզբում դա անընդունելի էր, բայց ինչ էին ասում, ասում են եկեք մի քիչ նշաձողի իջեցնենք։ Այսինքն սկզբում հերքում էին, որ իրենք Արցախ են հանձնում, որ իրենք հայրենիք են հանձնում, բացարձակապես Աղդամը իրենց հայրենիքն էր եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիշում եք։ Հետո աստիճանաբար, այսպես մանիպուլյացիաներով անկալելի ընդունելի մարսելի դարձրեցին, որ այդ ամեն ինչ պետք է տանք։ Հիմա կատեգորիկ հերքում են 300,000 ադրբեջանցիների թեման, որը Ադրբեջանում պաշտոնական քաղաքականություն է եւ Նախիջևանում օրերս անցկացվեց դրա վերաբերյալ միջոցառում։ Բայց միաժամանակ այսպիսի ելույթներով նրանք ձեզ նախապատրաստում են դրան, որ հետո ձեր համար դա դառնա նորմա։ Հետագայում դուք ձեր կողքը կտեսնեք այդ ադրբեջանցիներին, ովքեր կգնան ձեր բնակարանները, կզբաղեցնեն ձեր աշխատատեղերը։ Իսկ հայ ժողովրդի համար վիզաները կազատականացվեն, որպեսզի նրանք արտագաղթեն այստեղից։ Ես Ալեն Սիմոնյան չէր կարող նման բան ասել, ինչ որ դուք մեջ բերեցիք։ Պարզապես չէր կարող ասել։ Գալու է ժամանակ, հույս ունեմ, մենք ամեն ինչ անել ենք, որ գալու է ժամանակ ու դա ինքնաբերաբար է լինելու։ Հայերը եւ ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողմ, պետք է առևտուր անեն։ Չեմ բացառում, որ կգնան ինչ որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք, իրենց տները։ Չեմ բացառում, որ ինչ որ ադրբեջանցիներ կարող է ինչ որ ժամանակ անց գան եւ ստեղ բնակություն հաստատեն։ Եվ դա այն Օվերտոնի պատուհանն է, որը տարիներ շարունակ բացվում է։ Եվ այստեղ որևէ տարօրինակ բան չկա եւ այստեղ որևէ կեղծիք չկա։ Եթե ոչ, ապա հստակ պատասխան տվեք, թե այդ տասնյակ հազարավոր օտարազգիները ովքեր են լինելու։ Ինչ սկզբունքով եք նրանց բերելու։ Ինչու եք նրանց բերելու։ Փոխարենը խրախուսեք ծնելիությունը, ամուսնությունները հայերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև, դուք ուզում եք կազմակերպված օտարազգիների ներգաղթ անեք, որ ինչ անեք։ Հետևաբար, այստեղ շատ բան չկա տրամաբանելու, սիրելի բարեկամներ։ Նրանք այո նախապատրաստում են ձեզ ընդունելու Ադրբեջանի բոլոր պահանջները։ Հետևաբար, հունիսի 7-ին դուք պետք է գնաք եւ մերժեք ԿՊ-ին, այսինքն Ալիևին։ Հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք։